Բնապահպանները անարդյունավետ են գնահատում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ երեկ երեկոյան ունեցած հանդիպումը։ 2.5 ժամ քննարկեցինք, այսինքն ավելի ճիշտ քննարկում չէր, երևի այդպես գնացինք ինչ-որ իրար լսելու, նույնիսկ հերթ չեղավ, որով խոսքը տենց էր գնում։ Երբ որ խոսացինք օրենքից, քաղաքապետը ասաց՝ իմ հետ օրենքից չխոսակ, օրենքից եթե խոսում եք, գնացեք դատարան դիմեք, այստեղ օրենքի համար չենք խոսում, որը մենք ասում ենք ցույց տվեք մեզ սրա օրինական լինել չլինել, հա, այդ տղտերը, այդ փաստաթղթերը։ Հետո մենք մեր կոնկրետ որոշումից խոսացինք, որ մենք վճռական ենք, այսինքն մենք չենք ուզում, էլի ոչ մի դեպքում դուք պետքա դեր կանգնեք որպես քաղաքապետ, ասեք սրանք պետքա ավամոնտաժվեն, իրանք մեզ էլի փորձեցին, ասեն 2.5 տարի կամ 2 տարվա խնդիր է սա, հետո կանաչ Երևան, ալինոն ասենք չէ, դա չի լինի, մենք այստեղ ենք այդքան ժամանակ միջևս հարց ուզի։ Այսինքն ապարդյուն հանդիպում էր, ես տենց եմ համարում, որով լսել եմ, որ ընկերներս ասին ինտերնետում գրել են, որ ինչ որ իմի բերեցինք, հա, ինչ որ մի բան հասկացանք իրար, մենք հաստատ իրար չենք հասկացել ամեն։ Ես դա տենց եմ գնահատում։ Իսկ մեր պահանջը պարզ է, այս կրբակները պիտի հանեք, եթե ուզում եք փոխհատուցում տակ դրանց, որը իսկ սպանես սրանք աբորինի էին արդեն Աբովյան փողոցում, թող տանեն ուրիշ տեղ տնեն, ինչի այգում։ Թող տանեն մասիվում տնեն, թող տնեն այս անցումում, թող տնեն Հյուսիսային բողոքային սրտում, մեկ այս ամենը ոչ մեկ չի ապրում։ 20 տարի ասում են հին Երևան են կառուցում, բայց հա քանդում են։ Ինչքանով կարող է հանրային գոտու մասնավորեցումը արդարացվի ինչ-որ նախագծերով։ Ոչ, ես ուզում եմ ինձ ցույց տաս այդ փաստաթղթերը։ Ցավում եմ, ես շատ լավ կարծիք է իր մասին։ Տեսել եմ իր, հա, այդ կանաչ անցյալը, լավ իմաստով կանաչ, ու կարծում եմ դեռ ուշ չի, ինքը կմթափոխվի ու կտեսնի, որ այս բանակը, այս գիտակցությունը գնալով ամրապնդվում է, հա, պահանջատեր հասարակության օրենքի տառին հետևող հասարակության, որովհետև մենք հիմա հենց այդ օրենքներն ենք պաշտպանում։ Մենք այստեղ գրանցված ինչ որ բնակարաններում հաշվառված մարդիկ չենք, մենք լիարժեք քաղաքացիներ ենք եւ մենք ուզում ենք մասնակցել այն բոլոր որոշումներին, որ իրականացվում են քաղաքում։ Եվ իրենք պարզապես քաղաքծառայողներ են, իրանք պետք է հաշվի առնեն, ոչ թե մեզ ասեն, որ իրանց հետ օրենքով չխոսենք։ Քաղաքապետը հստակորեն ասաց, որ սա հանրային քննարկման չի դինել այս կրպակների կառուցումը, ինչը մենք կարծես փորձեցինք առաջարկել, ասաց, որ սա, այսինքն հաստատեց, որ սա իր որոշմամբ քաղաքապետարանը սա այստեղ կառուցում է քաղաքապետի որոշմամբ, բայց մեզ համար կարևոր է իրավական կողմը, ինչը ցավում եմ, որ քաղաքապետը չցանկացավ դրա շուրջ խոսել։ Քանի գնում եք կանաչ տարածքները քաղաքում քչանում են, հանգստանալու տեղ չկա։ Տարեց մարդիկ մի անկյուն մի նստարան կանաչի տակ չունեն, ամառվա շոգին վառվում ենք, ձմեռը ցուրտ է, անպաշտպան ենք ամեն հարցում, ոչ ձայն ունենք, ոչ իրավունք, ոչ մի հարցում։ Կանաչ տարածքը պիտի մնա կանաչ տարածք։ Դա ոչ թե մենակ ինձ է պետք, բոլորին է պետք։ Չեմ ուզում ոչ մեկի բաղ չեն քաշ գցել, բայց վերջը պետք է քաղաքապետարան իր դիրքում լինի։ Իրա դիրքում, ոչ թե կողմնակի լսի վերաբերմունք ցույց տա, այլ ինքը մտածի իր օգուտ բնակչությանը։ Ակտիվիստները արդեն 5-րդ օրն է շարունակում են նստացույցը Մաշտոցի այգում, պնդելով, որ չեն հեռանալու, մինչև չապամոնտաժվեն տեղադրված կրպակները։